Այսօր ավելի շատ ինչ եմ ես տեսնում, ինչ է կարելի անել այսօր։ Օրինակ փայլուն տարբերակ եւ տրենդային է օրինակ դրոնների արտադրություն արդյունաբերական։ Մենք ունենք հսկայական շուկա, Ռուսաստանի շուկան, ԵԱՏՄ-ի շուկա։ Մենք պետք է բերենք սկզբից տեղ հավաքենք, արտահանենք այդ շուկան։ Սկսում ես տեղ հավաքել, հետո սկսում ես արտադրել որոշակի կոմպոնենտներ։ Եվ մի 3-4 տարում դու կարող ամբողջությամբ սկսես արտադրել հենց այստեղ։ Էլեկտրոնիկան շատ հանգիստ կարելի է Հայաստանում անել։ Եվ ոչ թե գնալ այն սովետական մոդելի հսկա գործարանների ճանապարհով։ Գործարաններ 100, 150, 200, 300 աշխատող ունեցող գործարաններով ավելի շատ գերմանական այդ մոդելի կիրառում այստեղ։ Բայց մրցունակ կլինի էլեկտրոնիկան։ Դու պիտի մրցունակ սարքես։ Դու հարկային արտոնություն ստեղծի, օրինակ բժշկական տարբեր սարքավորումների։ Պայմանավորվի խոշոր ընկերությունների հետ։ Ստեղծիր հարկային արտոնություններ եւ այդ ընկերություններին համար այնպիսի պայմաններ ստեղծի, որ իրենց համար ձեռնտու լինի իրենց արտադրությունը տեղափոխել ավելի ասենց թանկ աշխատուժ ունեցող երկրից քո երկիրը։ Ավելի մատչելի աշխատող։ Ավելի մատչելի, ավելի հարկային, ասենց արտոնություններով։ Սկզբից սկսում ես այստեղ հավաքել, հավաքման ճանապարհով դու մտնում ես հսկայական շուկա, ԵԱՏՄ-ի շուկա, հետո սկսում ես կրկնեմ այդ կոմպոնենտները սկսել արտադրել այստեղ։ Ասենց միանգամից sense չի լինում։ Նույնիսկ եթե մենք վերադառնանք մի հատ հիշենք սովետական մոդելը ոնց էր աշխատում։ Ստեղի գործարանները վերջնական արտադրանք շատ քիչ էին տալիս։ Ավելի շատ կոմպոնենտներ էին սարքում, ավելի մեծ ինչ որ բաների համար, ավելի մեծ սարքավորումների համար։ Հիմա այդ հնարավորությունը կոոպերացիա է դու ունես այսօր եւ հեշտությամբ կարելի է անել։ Ես ուղղակի կասկած չունեմ, հետևողական աշխատանք, ճիշտ թիրախավորում ոլորտների եւ ստեղ ուղղակի կարելի է մեր ինդուստրիալ այդ պոտենցիալը վերականգնել։